Իրանցի պատը դարձել է մի սրբավայր Փաշինյանի համար, ինչպես օրինակ հրեաների համար լացի պատը։ Համատեղության կարգով Հայաստանի թիվ 1 կրոնագետ, բարոյագետ, հոգև վերանորոգիչ աշխատող Հայաստանի վարչապետը Կիրակի պատարակներից նախորդ օրը, շաբաթ օրը, երբեմն նաև զբաղվում է էքսկուրսիայով, քաղաքացիներին, տարբեր մարդկանց ներկայացնում Իրանցի պատը որպես Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության խորհրդանիշ, որպես մեծագույն նվաճում, հաջողություն, որպես Հայաստանի տարածքային ամբողջականության ամրագրում։ Հպարտության սիմվոլ է դարձել Իրանցի պատը։ Մինչդեռ ամբողջ մարդկության համար պատը երբեք խաղաղություն չի խորհրդանշում։ Պատը հակառակը խորհրդանշում է թշնամանք, իզոլյացիա, սահմանագծում թշնամությունից պաշտպանվելու համար, այլ ոչ թե խաղաղություն։ Օրինակ, մարդկությանը հայտնի է Բեռլինի պատը, դա սառը պատերազմի խորհրդանիշն էր։ Այն երբեք խաղաղության խորհրդանիշ չի եղել, հակառակը պատը քանդելն է եղել Գերմանիայի վերամիավորման խորհրդանիշ։ Ինչպես կարելի է հպարտանալ պատի կառուցմամբ, երբ դրանից առաջ դու տարածքներ ես հանձնել, երբ թշնամին մխրճվել է քո տարածքի մեջ։ Օրինակ, ես ինչ-որ միտեղ պատով հպարտանալ կհամարեի, եթե դա կառուցվեր օրինակ Սյունիքում Մեղրիի գծով, որպես խորհրդանիշ, որ այստեղ պատը եւ չի լինելու միջանցք, օրինակ։ Թե չէ գնացել Տավուշի ամրացած մեր տարածքները հանձնելուց հետո բնակավայրեր հասնող հատվածում պատ կառուցելը համարում ես հաջողություն, որ ինչ։ Սյունիքում պատ կառուցի, որ ադրբեջանցին իմանա, որ այստեղ որևէ միջանցք նրան չի տրվելու, ես միտեղ կհամարեի դա խորհրդանշական։ Հիմա տեսնենք աշխարհում ինչ պատեր կան։ Օրինակ, Պաղեստինի եւ Իսրայելի միջև պատ է կառուցված, դա թշնամանքի խորհրդանիշ է, այլ ոչ թե խաղաղության։ Կա չինական պատը վաղուց հայտնի, որ կառուցել են չինացի կայսրերը թշնամիներից պաշտպանվելու համար, եւ դա երբեք պետության տարածք չի, որպես տարածքային ամբողջականություն չի համարվել։ Դա ուղղակի ստրատեգիական դիրք է, որտեղից հակահարձակում կարելի է գործել։ Կան շատ պատեր, եւ օրինակ Թրամփը պատրաստվում էր Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել միգրանտների հոսքը կանգնեցնելու համար, այն միշտ թշնամության, հակադրության խորհրդանիշ է, պատը չի կարող լինել խաղաղության խորհրդանիշ, իսկ հրեաների համար այն լացի ողբերգության խորհրդանիշ է, որ Սողոմոնի տաճարը քանդվելուց հետո մնացած միակ պատն է, որպես իրենց ազգային ինքնության ողբի խորհրդանիշ։ Ինչպես կարելի է 21-րդ դարում պատ կառուցել որպես խաղաղության խորհրդանիշ, դա ուղղակի ոչ միայն աբսուրդ է, դա արդեն հոգեբուժության թեմա է։ Ես հիմա ձեզ ցույց կտամ սահմաններ խաղաղության խորհրդանիշ հանդիսացող, օրինակ Եվրոպայում, Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջև սահմանը, եվրոպական մյուս պետությունների միջև սահմանը, տեսեք, սա է խորհրդանիշը խաղաղության։ Եթե մենք սա համարենք Եվրամիության ներսում է, դա բնական է, ապա կան այլ պետություններ, որոնք միության մեջ չեն, որպես այդպիսին, ինչպիսին Եվրամիությունն է, բայց նրանց սահմանները կարելի ասել բաց են։ Օրինակ Կանադայի եւ Ամերիկայի միջև սահմանը տեսեք ինչ խաղաղ է։ Տեսեք մյուս Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում պետությունների միջև սահմանները, այս սա է խաղաղությունը։ Իսկ իրանցի պատը դա իրականում պարտության, թշնամանքի, սեփական իզոլացման եւ ամոթի խորհրդանիշ է։